Տիկին Հակոբյան, ձեր հիմնադրամը նախընտրական այս փուլում հնարավոր է դադարեցնի բարեգործությունները։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած վարչապետի տիկինն անպատասխան թողեց ազատության հարցը։ Նախորդին Աննա Հակոբյանն իր էջում էր անդրադարձել պնդումներին, թե իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամն ընտրություններին ընդառաջ զբաղվում է արգելված բարեգործությամբ եւ քարոզչությամբ։ Հիմնադրամի որևէ ծրագիր նման նպատակ չի հետապնդում եւ որևէ քաղաքական ընտրության հետ չի կապվում։ Վստահեցրել էր փետրվարի վերջին վարչապետից բաժանվելու մասին հայտարարած եւ վերջերս վերամիավորված Հակոբյանը։ Վարչապետի տիկնոջ հետ համամիտ է նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը Արթուր Նահապետյանն այսօր եւս հայտարարել է, որ հիմնադրամի գործունեության վերաբերյալ որևէ վարույթ չկա, թեև հենց ինքն էր ամիսներ առաջ ասել, որ ուսումնասիրում են ընդդիմության ահազանգերը։ Ձեր նշաստել կողմենք քրական վարություն, երբ ունեն վարույթներ հրապարակում։ Ի տարբերություն իրավապահների, անկախ դիտորդ դաշինքը վարչական իրավախախտումներ է արձանագրել եւ արդեն դիմել դատարան։ Նրանք պահանջում են 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին։ Ասոցացվում է քաղաքացիական պայմանագրի հետ, փաստա Աննա Հակոբյանի ասոցացումը եւ այլն, այսինքն այս ամբողջի համադրության մեջ այդ ասոցացումն է, բայց փաստեր, որ այդ ծառայությունները կամ գործողությունները, որ իրականացվել են, ներառել են իրենց մեջ քարոզչություն, ներառել են կուսակցության օգտին ինչ-որ գործունեություն, ոնց որ չունենք։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանի փոխանցմամբ իրենք քարոզչության ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու Աննա Հակոբյանի կերպարն ասոցացվում են իշխող քաղաքական ուժի հետ, իսկ այս պարագայում բարեգործությունը նախընտրական շրջանում օրենքի խախտում է համարվում։ Ակնհայտ է, չէ՞ որ Իմ քայլը հիմնադրամ երևույթը առանձնացնել քաղաքացիական պայմանագրից շատ արհեստական է ու չեմ պատկերացնում դա ոնց էր կատարվելու։ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի գործունեությունում դիտորդների հայտնաբերած խախտումներն անվճար ծրագրերի ու նվերների մասին են։ 20 ընտանիքները կստանան ջերմատներ սածիլներով, սերմերով, ջրի բաքով, տաքացուցիչներով, ֆիթնես մարզիչների որակավորման դասընթաց, որի ծախսերի մեծ մասը կհոգա հիմնադրամը, անգլերենի դասընթաց, Սյունիքի դպրոցների աշակերտներին ագրոպոլիա ուսուցողական սեղանի խաղի հանձնում։ Եվ թեև կա բարեգործության արգելքի խախտում, դիտորդներն այստեղ հանցակազմ չեն գտել։ Ասոցացված հիմնադրամների կողմից բարեգործության իրականացումը դա վարչական իրավախախտում է։ Իսկ թեկնածուների, վստահված անձանց եւ կուսակցության անդամների կողմից իրականացվող բարեգործությունը քրեական է։ Անկախ դիտորդի մեկ այլ անդամ Դանիել Հովհաննիսյանը բացատրում է, թե ինչու չեն դիմել իրավապահներին քրեական գործ հարուցելու պահանջով, այնպես ինչպես իրավապահները վարույթ հարուցեցին ու ձերբակալեցին ընդդիմադիր ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանին։ Դիտորդի պնդմամբ կա էական տարբերություն։ Քրեականի դեպքում պետք է լիներ թեկնածու, վստահված անձ կամ կուսակցության անդամ, որը կիրականացնել բարեգործություն։ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան կուսակցության թեկնածու Գոհար Ղումաշյանին ձերբակալեցին, ապա մեղադրանք առաջադրեցին բարեգործության արգելքը խախտելու համար։ Ղումաշյանը պնդում է, որ գործել է անմահ գունդ կազմակերպության անունից, որը տարիներ շարունակ նվերներ է հանձնում վետերաններին։ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ չկա հատված, որտեղ Ղումաշյանը քարոզչություն է անում կամ քվեի դիմաց նվեր խոստանում։ Ձայնագրության մեջ ես խոսում եմ Տիկին Ռոզալիայի ծննդյան նվերի մասին, բայց իմ իրավաբանները ինձ խորհուրդ չտվեցին, որ ես նրան նվիրեմ ոչ հեռուստացույց, ոչ էլ գումար։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանն ընդգծում է, սա խտրական արդարադատության օրինակ է, եւ որքան քարոզարշավը մոտենա, իրավապահներն էլ ավելի կոշտ միջոցների կդիմեն։ Իմ համար տվյալ դեպքում որպես կարելի ասել անաչառ դիտորդ իմ համար պարզ է որ այստեղ հենց խտրական արդարադատության հետ մենք գործ ունենք եւ նույն այդ կնոջ նկատմամբ այդ քայլերով փորձում են վախ առաջացնել մյուսների մոտ։ Եթե վարչական դատարանում ապացուցվեն Իմ քայլը հիմնադրամի խախտումները, Աննա Հակոբյանին սպառնում է տուգանք մինչև 6 միլիոն դրամի չափով։